Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին իր ընկերն է համարում։ Հիմա ես անդրադառնում եմ Չինաստան կատարած իմ այցին։ Ես իսկապես ընկեր եմ համարում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ պարոն Սի Ցզինպինին։ Մենք հաստատեցինք շատ վստահելի անձնական հարաբերություններ։ Նա ասաց հետևյալը. մենք Չինաստանում ողջունում ենք, եւ նա դա հրապարակավ չի ասել, բայց երբ մենք անձնական զրույց ունեցանք, մենք ողջունում ենք ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնումը եւ կարգավորումը Չինաստանում։ Եթե մեզանից ինչ-որ բան կախված է, ամեն կերպ կնպաստենք դրան։ Բայց Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցը իհարկե շատ ավելի ծավալուն էր, ասել է Պուտինը Վալդայ ակումբի լիագումար նիստում։ Լունա 30 միջմոլորակային ավտոմատ կայանի գործարկումը, որը հագեցած է ծանր լուսնագնացով, նախատեսված է 2030 թվականին, ասվում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անատոլի Պետրուկովիչի զեկույցում, ինստիտուտի 60-ամյակին նվիրված արարողության ժամանակ։ Իր զեկույցում Պետրուկովիչը ուրվագծել է այլ լուսնային առաքելությունների ծրագրերը։ Օրինակ 2026 թվականին չինական China 7 զոնդը կուղարկվի բնական Արբանյակ, գրելով ռուսական լուսնային փոշու մոնիթորինգ գործիքը։ Լունա 26 եւ Լունա 29 ուղեծրային տիեզերանավերի արձակումները նախատեսված են 2028 եւ 2032 թվականներին, իսկ Լունա 27.1, Լունա 27.2 եւ Լունա 28 վայրեջքի առաքելությունները նախատեսված են համապատասխանաբար 2029, 30 եւ 34 թվականներին։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է. Չինաստանը կրճատել է ամերիկյան սոյայի գնումները, դարձնելով ամերիկացի ֆերմերներին պատանդներ եւ խաղաթղթեր առևտրային բանակցություններում։ Նա նշել է, իրավիճակն անհանգստություն է առաջացրել ոչ միայն գյուղատնտեսական ոլորտում, այլև այն շրջանների քաղաքական գործիչների շրջանակում, որտեղ զարգացած է սոյայի արտադրությունը։ Ցավոք, չինական ղեկավարությունը որոշել է օգտագործել ամերիկացի ֆերմերներին որպես գործիք սեփական բանակցային նպատակների համար, ընդգծել է նախարարը։ Վերջինս հույս է հայտնել առաջիկա առաջընթացի ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջև նոր բանակցությունների եւ Հարավային Կորեայում նախատեսված տարածաշրջանային գագաթնաժողովի ընթացքում, որտեղ կարող են հանդիպել նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կոպենհագենում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է ԵՄ ղեկավարների, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եւ Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կուշտայի հետ։ Զելենսկու խոսքով հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հարցը, ինչպես նաև նա կրկին կոչ է արել ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը։ Ուկրաինայի առաջնորդը նաև հայտարարել է. պատրաստ է միանալ ԵՄ դրոնների պատնախագծին եւ կիսվել երկրի փորձով։ Բացի այդ, նրանք քննարկել են Ուկրաինայի եվրոինտեգրացիան եւ Մոլդովայի հետ միասին ԵՄ անդամակցության բանակցային առաջին փուլի մեկնարկը։ Արևմտյան քաղաքական վերնախավը խաբում է իր քաղաքացիներին սրելով լարվածությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Քաղաքական վերնախավը չի ցանկանում զիջել իշխանությունը, խաբում է իր սեփական քաղաքացիներին, սրում է իրավիճակը դրսից, դիմում է ցանկացած խորամանկության իր սեփական երկրների ներսում, ավելի հաճախ օրենքի սահմանից դուրս, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայ միջազգային քննարկման ակումբի նիստում։ Պուտինի խոսքով արևմտաեվրոպական հասարակություններում իշխող էլիտայի նկատմամբ դժգոհություն է հասունանում։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հնարավոր որոշումը Ուկրաինային տրամադրել Tomahawk տիպի հրթիռներ կարող է առաջացնել լարվածության հերթական սրացում։ Սա բավական վտանգավոր ազդանշան է եւ այն չի կարող աննկատ մնալ Մոսկվայում։ Եթե դա տեղի ունենա, ապա կլինի լարվածության նոր լուրջ փուլ, որը կպահանջի համարժեք արձագանք ռուսական կողմից։ Նշել է Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, ավելի վաղ Պեսկովը ընդգծել է, որ Ռուսաստանի պատասխանը Ուկրաինային նոր հրթիռների մատակարարման դեպքում կլինի խիստ եւ համարժեք իրավիճակին։ Հայաստանը չպետք է մնա Եվրասիական տնտեսական միության թույլ օղակը, ճիշտ ռազմավարությամբ այն կարող է դառնալ եվրասիական ինտեգրման կարևոր լոգիստիկ եւ արտադրական կենտրոն, որը կարող է անմիջականորեն ազդել հնայի աճի վրա եւ նվազեցնել հայ երիտասարդության շրջանում գործազրկությունը։ Այս մասին ՍՄԻ2 լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է հայտնի հայ գործարար եւ բարերար Տյումենի հայկական համայնքի ղեկավար Աբրահամ Հովեյանը։ Նա ուշադրություն է հրավիրել սեպտեմբերի 30-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում
Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինի այն հայտարարության վրա, որ կեղծարարությունից պաշտպանվելու համար պետք է ուժեղացնել արտադրանքի որակի վերահսկողությունը։ Հովեյանի խոսքով հայկական բիզնեսներն արդեն իսկ այսօր պետք է ներդրումներ կատարեն արտադրական հզորությունների մեջ եւ բարելավեն որակի վերահսկողությունը ԵԱՏՄ-ի խոստումնալից շուկաներում իրենց դիրքերը պահպանելու համար։ Նա նշել է, որ այս պայմաններում անհրաժեշտ է ամրապնդել Հայաստանի համագործակցությունը մաքսային միության հետ հիմնականում լոգիստիկայի, հուսասանիտարական վերահսկողության, արտադրանքի ստանդարտացման եւ կեղծարարության դեմ պայքարի ոլորտներում։ Այսօր Հայաստանի տնտեսությունում նկատվում են երկու մտահոգիչ միտումներ՝ արդյունաբերական արտադրության անկում եւ հայ-ռուսական առևտրի կտրուկ նվազեցում։ Չնայած 2022-ից 2024 թվականներին ՀՆԱ-ի տպավորիչ աճին եւ ռեկորդային արտահանմանը, որը մեծ մասամբ ձեռք է բերվել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշման պայմաններում Հայաստանի որպես լոգիստիկ կամուրջների շնորհիվ ներկայումս տեսնում ենք այս ոլորտում համակարգված անկում։ Անհրաժեշտ է վերադառնալ Ռուսաստանի եւ ԵԱՏՄ մյուս անդամների հետ փոխշահավետ գործընկերության ուղուն։ Սա միակ միջոցն է Հայաստանում երկարաժամկետ կայունություն եւ տնտեսական աճ ապահովելու համար, ասել է Աբրահամ Հովեյանը։ Իհարկե, առանցքային լուծումը, որ կարող է վերացնել Հայաստանի մեկուսացումը եւ ստեղծել մաքսային միության համար անխափան տարածքային սահման, Վրաստանի անդամակցությունն է ԵԱՏՄ-ին։ Սա պրագմատիկ լոգիստիկ անհրաժեշտություն է։ Վրաստանն ունի զարգացած նավահանգստային ենթակառուցվածքներ, երկաթուղային եւ ճանապարհային միջանցքներ եւ նրա մասնակցությունը միությանը թույլ կտա ստեղծել ժամանակակից տարանցիկ հանգույցներ, որոնք օգտակար կլինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի համար։ Նման հանգույցները կամրապնդեն ամբողջ տարածաշրջանի տնտեսական դիմադրողականությունը, կգրավեն ներդրումներ եւ կնվազեցնեն կախվածությունը արտաքին աշխարհաքաղաքական խաղացողներից։ Սակայն ինչպես ասում են, սա քաղաքական հարց է եւ այստեղ որոշումը կայացնում է վրաց ժողովուրդն եւ նրա ընտրած կառավարությունը։ Իր գնահատականով կիսվել է Հովեյանը։ Բաքվի դատարանում անկախ լրատվամիջոցների, փաստաբանների եւ միջազգային կառույցների բացակայությամբ շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը։ Ադրբեջանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ ցուցմունք են տվել Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի դեմ։ Ոմն Իլհամ Մամեդովը դատարանում ասել է, թե իբր ճանաչել է Մնացականյանին որպես այն սպային, որը 2022 թվականի մայիսին իբրև թե իրեն դաշան խոշտանգումների է ենթարկել։ Ըստ ադրբեջանցու Մնացականյանը իբրև հրամայել է նրան քայլել ականապատ դաշտերով, իսկ թե ինչպես է ողջ մնացել, չի պարզաբանվում։ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի շենքում մահացած հայտնաբերված Արցախի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի դեպքով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով այն է անձին ինքնասպանության հասցնելը։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից։ Քննչական կոմիտեն այս գործը միասին քննելու թեմայով Ռուսաստանի գործընկերների հետ քննարկումների մեջ է։ Նշենք, որ սեպտեմբերի 26-ին Բորիս Ավագյանին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում։ BRICS-ը որևէ մեկի դեմ քաղաքականություն չի վարում, նրա քաղաքականությունն ուղղված է իր դեմ։ Հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայ միջազգային քննարկման ակումբի նիստում իր ելույթի ժամանակ։ Իդեպ, ինչպես արդեն ասացի եւ ինչպես այստեղ խոսեցի, մենք որևէ մեկի դեմ քաղաքականություն չենք վարում։ BRICS-ի ամբողջ քաղաքականությունն ուղղված է հենց իրեն, այս կազմակերպության անդամներին, հայտարարել է Պուտինը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։ Կոպենհագենում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում Ուկրաինային աջակցելու քննարկման ժամանակ այս մասին հայտնում է Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Այս հակամարտությունը ցույց է տալիս ԵՄ-ի դժգոհությունը Հունգարիայի վարչապետից, որն օգտագործել է վետոյի իրավունքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը խոչընդոտելու համար, ինչպես նաև հանդես է գալիս Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության դեմ։ Գործակալությունը նաև հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դրոնների պատ ստեղծելու առաջարկը Կոպենհագենում կայացած հանդիպման ժամանակ մեծ աջակցություն չի առաջացրել եվրոպական առաջնորդների շրջանում։ Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը խոսել է Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հնարավոր պատերազմի մասին։ Մակգրեգորը հայտարարել է, ԱՄՆ-ն պատրաստ չէ Ռուսաստանի հետ պատերազմին եւ նշել է, ռուսական զինված ուժերը նախկինի պես համալրվում են։ Դասընթացը մանրակրկիտ է ընթանում, կարգապահությունը շատ լավն է։ Ես կասեի, ներկայիս ղեկավարությունը գերազանց է։ Մենք պատրաստ չենք նրանց հետ պատերազմի, ընդգծել է նախկին զինվորականը։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը քննադատել է Ուկրաինային աջակցող երկրների կոալիցիա կամավորների նախաձեռնությունը, նշելով, որ այն դադարել է առաջընթաց գրանցել եւ վերածվել է կոալիցիա սպասողների։ Այս մասին ասել է իսպանական El Mundo-ին տված հարցազրույցում։ Ես գնահատում եմ քննարկումները, որոնք ընթանում են այս կոալիցիայի շրջանակում, բայց այժմ այն ավելի շատ հիշեցնում է սպասողների միավորում։ Առաջընթաց չկա, հայտարարել է Ռասմուսենը։ Նրա խոսքով լավագույն հաջորդ քայլը կլիներ եվրոպական զսպող ուժերի տեղակայումը Ուկրաինայում ԱՄՆ-ի աջակցությամբ, ինչը հստակ ազդակ կհաղորդեր Ռուսաստանի նախկին գլխավոր քարտուղարի կարծիքով եվրոպական զորքերը ստիպված չէին լինի ուղիղ մարտերի մեջ մտնել ռուսական բանակի հետ նրանց դերը կարող է լինել խոշոր քաղաքների եւ կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների պաշտպանությունը երկրի թիկունքում։ Ավելի վաղ Բելգիայի վարչապետ Բարդե Վևերը կոչ էր արել կոալիցիա կամավորներին վերանայել իրենց մոտեցումը եւ վերածվել կոալիցիա վճարողների, ընդգծելով ֆինանսական աջակցության անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ն պատրաստվում է Ուկրաինային տրամադրել հետախուզական տվյալներ Ռուսաստանի տարածքում գտնվող երկարաժամկետ էներգետիկ ենթակառուցվածքների թիրախների վերաբերյալ։ Այս մասին Reuters-ին հայտնել են ամերիկյան երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդգծելով, որ Վաշինգտոնը նաև դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների նմանատիպ աջակցություն ցուցաբերելու համար։ Սա Դոնալդ Թրամփի Ռուսաստանի նկատմամբ վերջին շաբաթներին կոշտացած դիրքորոշումից հետո առաջին կարևոր քաղաքական փոփոխությունն է։ Wall Street Journal-ի Կիևին կհեշտացվի հարվածել նավթավերամշակման գործարաններին, խողովակաշարերին ու էլեկտրակայանների նպատակ ունենալով կրճատել Կրեմլի եկամուտներն ու սահմանափակել նավթի արտահանումը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն քննարկում է Ուկրաինային Tomahawk տեսակի հրթիռներ տրամադրելու հարցը, որոնց հեռահարությունը հասնում է 2500 կիլոմետրի, թույլ տալով հարվածել նույնիսկ Մոսկվային։ Թրամփը վերջին շրջանում հայտարարել է, որ Եվրամիության աջակցությամբ Ուկրաինան կարող է վերադարձնել ռուսական ուժերի կողմից օկուպացված բոլոր տարածքները։ Ռուսական կողմը պնդում է, որ ամերիկյան զենքի մատակարարումը իրավիճակը ճակատում չի փոխի։ Նոր քայլը, ըստ փորձագետների, ուժեղացնի Մոսկվայի դեմ էներգետիկ ճնշումները նպատակ ունենալով զրկել Ռուսաստանի պատերազմը ֆինանսավորելու գլխավոր եկամտային աղբյուրից։ Եվրոպան պետք է հաշտվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինային ֆինանսավորելու քաղաքականության հետ եւ ընդունի այլ ռազմավարություն։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը վկայակոչելով վերլուծաբաններին։ Պարբերականը նշել է եվրոպացի պաշտոնյաները սկսել են իրենց ուշադրությունը սևեռել ռուսական սառեցված ակտիվներին, քանզի նախագահ Թրամփի օրոք Ուկրաինային ամերիկյան օգնությունը սպառվում է։ Ռուսաստանի ակտիվների հետագա օգտագործման գաղափարը լայն աջակցություն է ստացել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունից եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից ներկայացված նմանատիպ առաջարկից հետո։ Սա շատ հետաքրքիր աշխարհաքաղաքական շրջադարձ է։ Հաշվի առնելով Թրամփի մեկուսացման արտաքին քաղաքականությունը, Եվրոպան պետք է հաշտվի եւ այլ ռազմավարություն ընդունի, նշել է աղբյուրը։ Պատերազմի մասնակիցները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք ետ են վերադարձրել պարգևները, որոնք ստացել են պատերազմին մասնակցելու համար։ Նրանք պատճառաբանել են, որ այս իշխանությունները ոչնչացնում են պայքարի գաղափարը, որի համար իրենք պարգևատրվել են։ Եվ մենք չենք կարող այս շքանշանները այլևս կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է։ Եվ մեզ ասում են, որ դա ուղղակի չի եղել, սխալմունք է եղել։ Շքանշանները ստացել ենք եւ Արցախի Հանրապետության նախագահից, եւ Հայաստանի Հանրապետության նախագահից։ Ես կհանձնեմ իմ մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանը եւ մարտական ծառայություն շքանշանը։ Քանի մասնակիցներ հանձնի։ Այս պահին 7 մասնակից կհանձնի։ Պատերազմի մասնակիցները մեդալները դրել են կառավարության շենքի աստիճաններին անձրևի տակ։ Փարաքարի համայնքապետի եւ ոստիկանության ծառայողի սպանություններով պայմանավորված պաշտոնանկ է եղել ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը։ ԱԱԾ լրատվական վարչությունից հաստատել են Բարսեղյանի պաշտոնանկության մասին լուրը։ ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի հրամանով ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը։
64 կողմ, 2 ձեռնպահ, 0 դեմ ձայնով ազգային ժողովն ընդունել է Հայաստանի եւ Ադրբեջանի մինչեւ խաղաղության հաստատման վերաբերյալ ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Ընդդիմությունն այս քննարկման ու քվեարկությանը չի մասնակցել։ Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին գումարել էր արտահերտ նիստ, որի օրակարգում էր Հայաստանի եւ Ադրբեջանի մինչեւ խաղաղության հաստատման վերաբերյալ ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Այն խորհրդարանական ամբիոնից ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Նա նախ տեղեկացրել է, որ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը կարծում է, որ պետք է հայտարարության ընդունմամբ աջակցի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը եւ կոչ անի բոլոր շահագրգիռ կողմերին ամրապնդելու եւ զարգացնելու հաստատված խաղաղությունը, ապա ընթերցել է երկու երկրների միջև խաղաղության հաստատման վերաբերյալ ազգային ժողովի հայտարարությունը։ 25-օրյա հավաքներից խուսափելու դեպքում պատիժը խստացվեց, ազգային ժողովն ընդունեց նախագիծը։ Կողմ են քվեարկել 53, ձեռնպահ 0 եւ դեմ 26 պատգամավորներ։ Նշենք, որ ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացված նախագծի համաձայն զինծառայությունից խուսափելու համար ազատազրկման ժամկետն առաջարկվում է 2-ից 5 տարուց դարձնել 3-ից 6 տարի։ Հավաքներից խուսափելու համար տուգանքն առաջարկվում է նվազագույն աշխատավարձի 20-ապատիկից բարձրացնել մինչև 15-ից 30-ապատիկի, իսկ մինչև 2 տարվա ազատազրկումը փոխարինել 1-ից 3 տարով։ Կբարձրացվի նաև նշված հանցագործությունների ծանրության աստիճանը։ Ծառայությունից խուսափելը միջին ծանրությունից կդառնա մինչև ծանր, իսկ վարժական հավաքներից խուսափելը փոքր ծանրությունից մինչև միջին ծանրության։ Չեռնոբիլի ատոմակայանում էլեկտրաէներգիայի անջատումները արագորեն լուծվել են, հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ Ինչպես կազմակերպությունը հայտնել է, հղում անելով իր գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսին, ատոմակայանը արագորեն միացվել է այլընտրանքային էլեկտրահաղորդման գծերի եւ էլեկտրաէներգիան վերականգնվել է, բացառությամբ նոր անվտանգ փակ տարածքի, որտեղ գտնվում է սարկոֆագը։ Դրա էլեկտրաէներգիան մատակարարվում է դիզելային գեներատորների կողմից։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, դաշնային կառավարության մասնակի փակումը թույլատնում է Վաշինգտոնի դիրքերը միջազգային հարաբերություններում եւ սպառնում է ԱՄՆ անվտանգությանը։ Կոնգրեսի դեմոկրատները որոշել են փակել կառավարությունը, նրանց գործողությունները, որոնք թելադրված են կուսակցական շահերով, խաթարում են Ամերիկայի դիրքերը համաշխարհային ասպարեզում եւ սպառնում են ազգային անվտանգությանը, հայտնել է պետքարտուղարը։ ԱՄՆ դաշնային կառավարությունը հոկտեմբերի 1-ի կեսգիշերին մասամբ դադարեցրել է գործունեությունը ֆինանսավորման պակասի պատճառով։ Սա տեղի է ունեցել այն պատճառով, որ ԱՄՆ կոնգրեսում իշխող հանրապետական եւ ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չեն կարողանում համաձայնության գալ մի շարք ծախսերի շուրջ, այդ թվում առողջապահության ոլորտում։ Իմպիչմենտը մի գործընթաց է, որը դասավորվելու է ի օգուտ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է քաղաքական գործիչ Անի Սամսոնյանը։ Նրա կարծիքով վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնության շուրջ ստեղծված ստերը այնքան շատ են, որ մի օր պայթելու են եւ հիասթափեցնեն նույնիսկ դրան հավատացողներին։ Սրանով Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը այնքան կարող չէ, որ իրեն իմպիչմենտ անի, այսինքն չկան բավարար ձայներ, կա ինչ-որ ձևական համաձայնություն։ Երկրորդը, Նիկոլ Փաշինյանը ուզում է ժողովրդին ցույց տալ, որ հին դրակոնը արթնացել է, որ տեսեք ժողովուրդ, ոտի են կանգնել եւ ինձ ուզում են հեռացնել, կրկնելով հայտնի 21 թվականի նարատիվը, հա, որ ոնց որ նախկինները ուզում են հետ գա, այս իմաստով, եւ երրորդ իհարկե այս գործընթացի շուրջ այնքան շատ ստեր են պատտվում, որ այդ ստերը փուչիկ են եւ այդ ստերը եթե պայթեցին, ժողովուրդը ի վերջո նույնիսկ այն մարդիկ, ովքեր հավատացել են այս իմպիչմենտին, հա, օրինակ երկրորդ եւ երրորդ նախագահների համակիրները, իրենք եւս հիասթափվելու են։ Հոկտեմբերի 6-ից հնարավոր կլինի ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացման դադարեցման նախնական հայտ։ Այս մասին տեղեկացնում են ներքին գործերի նախարարությունից, նշելով, որ 2026 թվականի հունվարի 1-ից դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի բացառապես քաղաքացիության գործերի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով։ Վարչարարության որոշակի փուլում դիմումատուներից կպահանջվի մեկ անգամ մոտենալ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության գրասենյակ, ֆիզիկական նույնականացում անցնելու եւ բնօրինակ
փաստաթղթերի ստուգման նպատակով։ Հոկտեմբերի 6-ից սկսած դիմումատուները հնարավորություն կունենան առցանց գրանցվել հարթակում, ստեղծել, խմբագրել եւ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ամրագրել միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն այցելության օր ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։ ՀՀ քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես ԵՍ ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ եւ էլեկտրոնային թվային ստորագրություն։ Օտարերկրյա քաղաքացիները փախստականի կարգավիճակ ունեցող եւ քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության, խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ, կցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճենը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծությունների եւ ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 85 պաղեստինցի, հաղորդում է պաղեստինյան Վաֆա լրատվական գործակալությունը անկլավի հյուսիսային մասում։ Հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 53 մարդ, եւս 28-ը կենտրոնական մասում եւ 4-ը հարավում։ Ավելի քան 180 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցներ։ Հաղորդվել է նաեւ, որ Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից 2 մահվան դեպք, մահացածներից մեկը երեխա է։ Անկլավում սովի մահացածների ընդհանուր թիվը հասել է 455-ի, որոնցից ավելի քան 150-ը երեխաներ են։ Նախարարության տվյալներով 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 66000 պաղեստինցի, վիրավորվել է ավելի քան 168000 մարդ։ Գերմանական բանակը ներկայումս չի կարողանում խոցել իր տարածքի վրայով թռչող անօդաչու թռչող սարքերը, հայտում է Bild թերթը։ Հրատարակության տվյալներով Գերմանիան չունի լիարժեք հակաօդային պաշտպանության համակարգ։ Մասնավորապես բանակի հակաօդային պաշտպանության ուժերը լուծարվել են դեռևս 2010 թվականին, իսկ հակաօդային պաշտպանության համակարգը դեռևս մշակման փուլում է։ Ավելին, գործնականում անհնար է անվտանգ կերպով խոցել անօդաչու թռչող սարքերը բնակեցված տարածքների վրայով կամ քաղաքացիական ավիացիայի թռիչքների ժամանակ, քանի որ բեկորները եւ արկերը կարող են վնասել մարդկանց, նշում է թերթը։ Սեպտեմբերի 27-ին Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդը հայտարարեց, որ ուրբաթ գիշերը Շլեզվիգ Հոլշտայն երկրամասի վրայով անօդաչու թռչող սարքերի խմբեր են նկատվել։ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադը թունավորվել է, այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները, հղում անելով մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին։ Նրա վիճակը ներկայումս կայուն է։ Ասադը դուրս է գրվել Մոսկվայից ծայրամասում գտնվող հիվանդանոցից սեպտեմբերի 29-ին։ ԱՄՆ-ը Նորվեգիա ռազմական ինքնաթիռներ է ուղարկել, որոնք կարող են հետևել սուզանավերին եւ լրտեսություն իրականացնել Բալտիկ ծովում Ռուսաստանի տարածքի մոտ, այս մասին հայտում է Newsweek-ը։ Հյուսիսային Եվրոպայում ամերիկյան P-8 Poseidon բարեկային ինքնաթիռի ներկայությունը սուզանավերի, վերջրյա նավերի եւ հետախուզական խնդիրների դեմ պայքարի համար տեղի ունենում Բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի պաշտպանական դիրքի ամրապնդման ֆոնին ՆԱՏՕ-ին աջակցող ամերիկյան ռազմական ուժերի շարունակական տեղակայումը ներառյալ օգոստոսի վերջին Ռուսաստանի արկտիկական շրջանի մոտակայքում գործող ականակիրները հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման կտրուկ փոփոխությանը ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից։ Թովմասյանը Արթուր Հովհաննիսյանից պահանջում է հրապարակային տեսանյութի միջոցով ներողություն խնդրել իր վերաբերյալ վիրավորական արտահայտությունների համար, հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները։ Թագուհի Թովմասյանը պահանջում է Արթուր Հովհաննիսյանից բռնագանձել 9 միլիոն դրամ, որից 3 միլիոնը որպես հասցված վիրավորանքի համար ոչ նյութական վնասի փոխհատուցում, 6 միլիոնը որպես զրպարտության համար ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային ժողովում գաղտնի քվեարկությամբ ընտրվել է խորհրդարանի առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը այս պաշտոնի համար առաջադրել է պատգամավոր Պրիպսիմե Հունանյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությանը միաձայն աջակցել է 61 պատգամավոր։ Նշենք, որ նրա հասցեին մեղադրանքներ էին հնչում, որ չունի համապատասխան կրթություն այս պաշտոնում առաջադրվելու համար։ Նա մասնագիտությամբ բուժքույր է։ Ի պատասխան քննադատությունների Պրիպսիմե Հունանյանը հայտարարել էր, որ թեև չունի բարձրագույն կրթություն, սակայն իր կենսագրության ետևում սեր է թաքնված։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն աջակցելով Դոնալդ Թրամփի Գազայի պլանին փորձում է վերականգնել իր դիրքերը միջազգային ասպարեզում եւ ամրապնդել դիրքերը երկրի ներսում առաջիկա 2026-ի ընտրություններին նախաշեմին։ Սակայն պլանի մեջ ներառված պաղեստինյան պետականության նշումը զայրացրել է նրան ծայրեղ աջակոմյան դաշնակիցներին Իտամար Բեն-Գվիրին եւ Բեցալել Սմոտրիչին, որոնք պահանջում են շարունակել Գազայի ռազմական գործողությունները։ Թրամփի առաջարկած 20 կետանոց պլանը գրեթե ոչինչ չի պահանջում Իսրայելից կարճաժամկետում, բայց ամբողջ ճնշումը դնում է Համասի վրա, պահանջելով ազատ արձակել բոլոր պատանդներին եւ զիջել զենքերը Գազայի շրջափակման դադարեցման դիմաց։ Միևնույն ժամանակ իսրայելական բանակը պետք է մնա Գազայում մինչեւ միջազգային խաղաղապահ ուժերը ստանձնեն վերահսկողությունը։ Նեթանյահուն խոսելով Թրամփի հետ ընդգծել է, որ փաստաթուղթը հիմք է դնում տարածաշրջանում խաղաղության առաջխաղացման համար։ Ներքին քաղաքականության մեջ Նեթանյահուն կանգնած է կոալիցիոն ճգնաժամի վտանգի առաջ։ Աջակողմյան գործընկերները պլանը համարում են քաղաքական պատրանք եւ սպառնում են լքել կառավարությունը։ Վերլուծաբանները նշում են, որ Նեթանյահուն փորձում է Գազայի պատերազմի ավարտով եւ պատանդների վերադարձով շահել ընտրողների վստահությունը, սակայն ցանկացած պահի կարող է մեղքը դնել Համասի վրա, խուսափելով պլանի լիարժեք իրագործումից։ ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԵԿ-ում հնարավոր վթարի կապակցությամբ կայանի հերթական անջատման պատճառով։ Reuters-ի փոխանցմամբ նա ընդգծել է, որ չնայած կայանը ներկայումս աշխատում է արտակարգ դիզելային գեներատորների շնորհիվ, իրավիճակը շարունակում է մնալ վտանգավոր եւ անկայուն։ Քանի դեռ գեներատորները գործում են, անմիջական սպառնալիք չկա, սակայն իրավիճակը հստակորեն անկայուն է եւ ոչ մի կողմ շահած դուրս չի գա միջուկային վթարից, նշել է Գրոսին։ Նրա խոսքով կայանի վառելիքի պաշարները կբավարարեն մոտ 10 օր եւ միայն նոր մատակարարումների դեպքում հնարավոր կլինի խուսափել վթարից։ Գործակալության ղեկավարը հիշեցրել է, որ ցանկացած հարված միջուկային օբյեկտների ուղղությամբ անընդունելի է եւ վտանգավոր, կոչ անելով նվազեցնել Զապորոժիեի ԱԵԿ-ի վրա հարձակումները եւ կանխել աղետալի հետևանքները, գրում է Lenta.ru։ Դանիան չի կարող ամբողջությամբ պաշտպանվել ԱԹՍ-ներից, հայտարարել է երկրի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։ Փոխանցում է Լենտան։ Դանիայի կառավարության ղեկավարի խոսքով Կոպենհագենը պետք է քննարկի ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներում ընդհանուր ներդրումները եւ դրանց մշակումը։ Նա նշել է Դանիան, ինչպես Ուկրաինան, ակնհայտորեն կատարելագործվելու բան ունի, թեև ստիպված կլինի համակերպվել այն փաստին, որ դրոնները կարող են թռչել սահմանների վրայով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հերոս քաղաք կոչում է շնորհել մի շարք առաջնագծին մոտ գտնվող բնակավայրերի։ Ինչպես փոխանցում է Ստրանան, այդ թվում ընդգրկվել են Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադը, Նիկոպոլը եւ Մարգանեցը, Դոնեցկի մարզի Դրուժկովկան, Կրամատորսկը, Կոնստանտինովկան, Պոկրովսկը եւ Սլավյանսկը, Զապորեժիեի մարզի Գուլյայպոլեն եւ Օրեխովը, Նիկոլաևի մարզի Ոզնեսենսկը եւ Բաշտանկան, Սումի մարզի Սումին եւ Տրոստյանեցին, ինչպես նաեւ Խարկովի մարզի Խուպյանսկը, ինչպես նաեւ Խմելնիցկու մարզի Ստարո-Կոնստանտինովը։ Նշվում է, որ Ստարո-Կոնստանտինով քաղաքը ի տարբերություն մյուսների գտնվում է խորթի կունքում, սակայն նրա մոտակայքում տեղակայված է ռազմական ավիաբազա, որտեղ ենթադրաբար պահվում են F-16 կործանիչներ։ Ավելի վաղ Զելենսկին Ուկրաինայի հերոս կոչում էր շնորհել սպանված Վերխովնա Ռադայի падգամավոր Անդրեյ Պարուբիին, ընդգծելով նրա արդյունավետ անձնական ներդրումը Ուկրաինայի անկախության հաստատման եւ պետականության ամրապնդման գործում։ Ուրալվագոնզավոդ կոնցեռնում հայտնել են, որ Ռուսաստանի ԲՄՊՏ տերմինատոր մարտական մեքենաները շարունակաբար արդիականացվում են, հիմնվելով Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների փորձի վրա։ Նոր մոդելները ստացել են ավելի ուժեղ դինամիկ պաշտպանություն եւ լրացուցիչ պաշտպանիչ շերտեր կողային հատվածներում։ ԲՄՊՏ-ները, որոնք կառուցված են T-90A տանկի շասիի վրա, այժմ համալրվում են նաև հակադրոնային պաշտպանությամբ, մանգալներ եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր, ապահովելու համար մեքենայի եւ անձնակազմի անվտանգությունը։ Նոր Relict դինամիկ զրահը եւ զրահապատ հատվածից դուրս տեղափոխված զինամթերքը բարձրացնում են տեխնիկայի կենսունակությունը։ Տերմինատորի զինանոցում կան 2 ավտոմատ թնդանոթ, գնդացիր, հակատանկային հրթիռներ եւ ավտոմատ նռնականետեր։ Սեպտեմբերի Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ԲՄՊՏ-ներով համալրված ստորաբաժանումները անցկացրել են վարժանքներ UBO-ի թիկունքում, ուսուցանելով նոր մարտավարություն։
Եղանակը առաջիկա օրերին Երևանում հոկտեմբերի 1-ին եւ 2-ին հնարավոր է անձրև, հոկտեմբերի 3-ից 5-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 1-ին եւ 2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաեւ մառախուղ։ Հոկտեմբերի 3-ից 5-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ, քամին արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան, ապրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ին եւ 2-ին աստիճանաբար կնվազի 5-ից 8 աստիճանով։ Հոկտեմբերի 3-ից 5-ին նույնքան կբարձրանա։